Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում Երկրի հարցը հաղորդաշարն է, այսօր իմ հյուրը Հայաքվե միավորման քաղաքական խորհրդի վարչության անդամ Մենոս Սողոմոնյանն է, բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բնականաբար ենթադրելի է, որ ձեզ այսօր մեր տաղավար հրավիրելը կապված է ձեր երեկվա խոշոր միջոցառման հետ, որտեղ դուք ներկայացրեցիք արդեն կուսակցություն։ Հասկանալի է, որ դա արվում է առաջիկա ընտրությունների ենթատեքստում, կուզեի խոսել մի փոքր նաև հենց դրա մասին։ Ինչպես եք պատկերացնում ընտրություններում ձեր մասնակցությունը, բացի ծրագրերից, որ դուք երեք ներկայացրեցիք, ծրագրերին դեռ կանդրադառնանք։ Լավ, շնորհակալություն հրավերի համար։ Հաճույքով։ Շնորհակալ եմ շատ։ Մենք չենք դարձել կուսակցություն, մեր շրջանակի մեջ, մեր միավորման մեջ կա մեր անվանը Հայաքվեի անվանմանը մոտիկ անուն ունեցող հայկական քվե կուսակցություն, որը անհրաժեշտ է ընտրություններին մասնակցելու համար։ Այսպես է, ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ այսօր միայն համամասնական ընտրակարգով է ձևավորվում ազգային ժողովը, թեև մենք մեր քաղաքական ծրագրում նաև առաջ ենք տանում այն գիծը, որ հետագայում պետք է նաև մեծամասնական ընտրակարգը հաշվի առնել, որ մարդիկ միայն ցուցակ չընտրեն, այլ նաև անհատների ընտրեն, ի վերջո մարդիկ անհատներին ճանաչելով, վստահելով են նաև ընտրում։ Համենայն դեպս այսօր անհրաժեշտություն է կուսակցությամբ հանդես գալը, գոնե տեխնիկական առումով։ Առնվազն, այո։ Եվ մենք ստեղծելով մեր ծրագրի մասին հայտարարելով դեռևս հոկտեմբեր ամսին անցած հայտարարել ենք, որ գնալու ենք միավորման ձևաչափով, դաշինքային ձևաչափով, այսինքն դաշինք ասածը պարտադիր չի, որ լինի երկու եւ ավելի կուսակցությունների միավորում, կախված իրավիճակից, կախված հարցումների արդյունքներից, բայց համենայն դեպս մենք մի շրջանակի մեջ կլինենք, մի սխեմայի մեջ կլինենք, որ բացառվի որևէ կերպ փոշիացնել ձայները եւ նվիրելը այն ուժին, որը որ ցավոք սրտի դեռևս այս պահի դրությամբ հարցումներով առաջի տեղն է գրավում։ Հույս ունենանք, որ ընտրությունների ընթരാճ ավելի քիչ կլինի, ավելի շատ այլ ուժեր էլ իրենց կշիռը կբարձրացնեն, այո։ Համենայն դեպս մենք 2021 թվականին տեսանք, որ ժողովրդին կանգնեցնելով այդպես բինար ընտրության առաջ, անընդհատ ինչ-որ բանով վախեցնելով, այս իշխանությունները վերարտադրվեցին եւ 20% ձայներ մարդկանց 200,000 ձայնից ավելի 250 թե 270,000 ձայն մարդկանց ուղղակի փոշիացնելը 2/3-ը գնաց գումարվեց քաղաքացիական պայմանագրին, որի արդյունքում իրենք ունեին 54%, այդ 54%-ը դարձրեցին 66-67%, որակյալ մեծամասնություն ունեցան պարլամենտում, ինչի շնորհիվ իրենց ուզած նախարարին են դատախազին են նշանակում, պետական, այսինքն անկախ պետական մարմինները վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Սա շատ վատ երևույթ է, երբ որ քաղաքական իշխանությունը տիրապետում է պետական իշխանությանը ամբողջապես։ Ամենավատ նախադեպն է ավտորիտար պետություն սարքելու, հա, բռնատիրական պետություն սարքելու, բռնատիրական իշխանություն ունենալու եւ դա պահելու համար։ Հասկանալի է։ Եվ այն քաղաքականությունը, հա, այսպես կամ այն տեխնոլոգիան, որ ընտրել է այսօրվա իշխանությունը, այսինքն մասնակցելու մեծ միավորումներով, որպեսզի այդ ձայները չփոշիացվեն, կարծես թե քաղաքական բոլոր ուժերը, ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերը դա ողջունում են։ Բայց խնդրում եմ պարզաբանել նաև մեր հեռուստադիտողի համար, ձեր մասնակցությունը ենթադրում է այդ բլոկային մասնակցությունը իմ գուցե վատ, բայց հոտառությունը հուշում է, որ երբ որ առաջ է մղվում կուսակցությունը, դա արդեն ենթադրում է, որ դուք ավելի շատ հակված եք ձեզ միացնելու ինչ որ ուժեր, քան թե ինքներդ միանալու
ինչ որ ուժերի։ Ճիշտ եմ ես դա հասկանում։ Տրամաբանությունը դա է հուշում, բայց մեր պարագայում չկա նման ամբիցիա բացարձակապես։ Հա, ամբիցիայի մասին չէ, հաշվարկի մասին։ Այսպիսի process-ներում, քաղաքական գործընթացներում, այսպիսի process-ներում միավորումները ավելի արագ եւ արդյունավետ են լինում, երբ որ կողմերը մեկը մյուսի համար ավելի ուժեղ եւ ավելի համոզիչ են թվում իրենց հայտը ներկայացնելիս։ Կարևոր է, երբ որ դու մտնում ես ինչ-որ process-ի մեջ եւ ամեն ինչը ունես այդ process-ի մեջ, ամեն ինչով պատրաստ ես այդ process-ում։ Ինքնաբավ ես, այո, ինքնաբավ ես, բայց մենք երեք էլ շեշտեցինք եւ հիմա էլ ենք շեշտում, որ մենք չունենք նման ամբիցիա, որ պարտադիր օրինակ ասենք պետք է մեզ միանան, չկա նման բան։ Պետք է ընդհանուր միավորման գնանք եւ մեր նախընտրությունն է մեր գաղափարակից, արժեքակից եւ տրամաչափի ուժերի հետ միավորված, մաքուր անցյալ ունեցող ուժերի հետ միավորվել եւ գնալ։ Այդ պարագայում կախված է եւ նրանից թե դիցուկ այն կողմերը, ովքեր որ միավորվում են, նրանցից յուրաքանչյուրը որքան ընտրական ռեյտինգ կունենա, կազմակերպությունը ինչքանով պինդ կազմակերպություն կլինի, ֆունկցիոնալ կլինի, մարդկային ռեսուրսներով, այո, գաղափարական, ինտելեկտուալ ներդրմամբ եւ այլն։ Բնականաբար միավորման գնացող յուրաքանչյուր սուբյեկտ քաղաքականություն է սա վերջի վերջո, իհարկե։ Կարևորագույնը մեր նպատակն է, որ մեզ համար էլ միշտ նպատակն է։ Համենայն դեպս process-ի մեջ յուրաքանչյուր ուժ միշտ էլ տրամաբանական է, որ ձգտում է հնարավորինս ավելի պատրաստված լինի, ավելի քիչ խոցելի կետեր ունենա, մանավանդ եթե ունի բանախոսների նորմալ քանակություն, ինտելեկտուալ, այսինքն ներդրումը նորմալ է, բնականաբար պետք է մնացած ատրիբուտները եւս տեղին լինեն։ Հիմա ուզում եմ ասել, որ այս ընթացքում մեր հաղորդման հյուրեր եղել են տարբեր քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր ներկայացնում են քաղաքական ուժ, որը արդեն որոշել է, որ պետք է միավորվի մեկ այլ մեծ քաղաքական ուժի հետ։ Բայց երբևիցե ես առիթ չեմ ունեցել զրուցելու մի քաղաքական ուժի ներկայացուցիչի հետ, որը պատրաստ է նաև իրեն միացնել, որովհետև ինչու եմ ես այս հանգամանքը փորձում ճշտել, պարզել, այստեղ նաև մտածողության խնդիր կա ընտրողի համար, որպեսզի հասկանա, հասկանալի է նրանց, ովքեր ձգտում են մեծ քաղաքական ուժերին միանալ, բայց երբեմն կան քաղաքական ուժեր, որոնք չեն ուզում իրենց միացնել իրենցից փոքրերին, մտածելով, որ իրենք ավելի, չգիտեմ, հզոր են, ուժեղ են, ավելի ինքնաբավ են եւ այլն եւ այլն։ Այս դեպքում կարծես գործ ունենք այն քաղաքական ուժի հետ, որը պատրաստ է նաեւ համագործակցել, հրավիրել, ընդունել այդ ձեր տրամաբանության սլաքներն եմ ուզում, որ դուք ներկայացնեք։ Ընդդիմադիր դաշտում ուժային այն կենտրոնները, որ կան, չեն ծածկում իրենց առաջարկով, իրենց տեսքով, իրենց օրիենտացիայով, չեն ծածկում ընդդիմադիր ամբողջ շրջանակը։ Ընդդիմադիր մի ստվար շրջանակ դեռևս մինչ այս պահը կողմնորոշման խնդիր ունի։ Ընտրողների մասին է խոսքը, ընտրողների մասին է խոսքը։ Եվ հարցումները եւ ֆոկուս խմբային հետազոտությունները, այդ գործիքները ցույց են տալիս, որ կարիք կա ավելի այնպիսի ուժի, որը որ նախ եւ առաջ հայակենտրոն է, ես տեսեք չեմ մեղադրում այլ ուժերին։ Նախ եւ առաջ հայակենտրոն է, երկրորդ, որ ակնհայտ ընդգծված ինտելեկտուալ դիմագիծ եւ առաջարկություն, ներկայացվածություն ունի, երրորդ, որ
նախկինում քաղաքական մեծ պատասխանատվության շրջանակներ չի ունեցել, իր հետևում ձախողման պատմություններ, ձախողման կամ այլ երևույթների։ Անձանց մասին չի էլի խոսքը, անձանց ես բացարձակ չեմ ուզում անդրադառնալ։ Մի քանի այդպիսի չափանիշներ կան։ Այդ չափանիշների համադրությունը մեզ համար շատ կարևոր էր եւ հենց այդպիսի եւ միևնույն ժամանակ ձևավորվելիք ուժը պետք է համոզիչ լինի։ Ձևավորվելիք դաշինքը, ենթադրենք, հա, պետք է ինքը համոզիչ լինի, ուժեղ լինի, ուժ պրոյեկտի, որպեսզի մեր ընդդիմադիր այդ հատվածը մեր հայրենակիցների իրենք գան ընտրատեղամաս։ Այսօր մեր խնդիրը անելն է ամեն ինչ, որպեսզի մարդիկ գան ընտրատեղամաս։ Ռեալիզացնեն իրենց քվեարկելու իրավունքը, որպեսզի հնարավորություն չտան, օրինակ ասենք, վարչական ուժի տեսակարար կշռի հաշվին, այո, որպեսզի գործող իշխանությունների աջակցող քաղաքացիների տեսակարար կշիռը, ձայների ներողություն, հա, տեսակարար կշիռը բարձր չլինի։ Շատ լավ, հիմա վերադառնանք ձեր ծրագրերին։ Բավական տևական ժամանակ ձեր միավորման տնտեսական ծրագրերի եւ տնտեսական տեսլականը սփռվում է լրատվամիջոցներով, ավելի շատ սոցիալական եւ այո, որտեղ եթե տնտեսականից հարցնեիք, ես չէի կարող։ Չէ, ես դες դրա մասին չեմ հարցնում, ընդհակառակը։ Ես երեք լսում էի ձեր ելույթը ու մի հետաքրքիր նշանաբան, հա, այսպես ասացի, համար թույլ չենք տա, որ Հայաստանում այլևս դպրոցներ փակվեն։ Այո։ Եթե չեմ սխալվում, այդպես էր։ Այո, հատկապես գյուղական համայնքներում։ Ինչու եմ դա հիմա ուզում մեր խոսակցությունը սկսել դրանից։ Երեք ինձ ասացին, որ Հայաստանի մարզերից մեկում Տևի Պարեկային ոստիկանության ղեկավարը դպրոցներում ժողով է անում ու ուսուցիչներին համոզում է անցնել պարեկային ծառայության։ Դե հիմա ինձ բացատրեք։ Սա կործանման տանող ուղիղ ճանապարհ է։ Եվ սա ցույց է տալիս այս իշխանությունների նախապատվությունը, փողը որտեղ դնել, ներդրումը որտեղ անել։ Մի համակարգում, որը իրեն է պաշտպանում, թե մի համակարգում, որը որ ստեղծում է անվտանգություն, ստեղծում է բարիք, ստեղծում է արժանապատվություն։ Երբ որ նայում ես, թե ինչպես է պետական պարտքը, բյուջեն, հարկերը, ինչպես են այս իշխանությունները բաշխում, շատ պարզ երևում է, այս իշխանությունները մարդկանց փողը ծախսում են իրենց իշխանությունը պահելու համար ընդհանրապես։ Նրանց չի հետաքրքրում կրթությունը, նրանց չի հետաքրքրում երկարաժամկետ տեսլականը։ Իրենք իրավապահ չակերտյալ համակարգը ուռճացնում են իշխանություն պահելու համար։ Այլապես մենք չենք տեսնի վենդետաների, սպանությունների, դանակահարությունների, կրակոցների այս չհամոլության, այս չափ ծաղկում, որ տեղի է ունենում մեզանում, երեք աջափնյակում ցավալի դեպքեր տեղի ունեցան։ Ես կադրեր նայել։ Եվ այդպիսի բաներ շատ են ցավոք սրտի տեղի ունենում։ Թմրամոլությունը, ինչպես դուք նշեցիք, ահռելի չափերի է հասել։ Ինչու, որովհետև իրավապահ համակարգը ոչ թե աշխատում է հանցագործություն կանխելու առաջին հերթին ուղղությամբ, այլ աշխատում է քաղաքական իշխանության օպոնենտներին հետևելու, գործեր կարելու, ասպարեզից հեռացնելու, ճնշելու ուղղությամբ։ Ես դրա համար եմ ասում, որ քաղաքական իշխանությունը բռնազավթել է պետական իշխանությունը։ Նորմալ երկրներում պետական իշխանությունը միշտ էլ պահպանում է իր անկախությունը, անկախ նրանից ով է գալիս քաղաքական իշխանություն եւ ինչ կուրս է ворթեքրում։ Իհարկե, որոշակի շեղումներ լինում են, ցանկացած իշխանությունը ցանկանում է, որ Իսկ գայթակղություն, այո, ցանկացած իշխանություն ունի այդ գայթակղությունը, ոչ միայն իշխանությունը պահպանելու, այլ պետական իշխանության իրավունքներից կամ բաժնից մի քիչ քաշելույն է, որ իր համար իշխանությունը պահելը համեմատաբար հեշտ լինի, արխիվում ընտրություններ են լինում, չգիտեմ, հազար ու մի ինչ-որ սրացումներ կամ կատակլիզմներ են լինում եւ այլն, որ այդ իշխանությունը ինքնապաշտպանության մեկը ոնց է լինի, համաձայն եմ, որ այդ իշխանության ձեռագիրն է, ցանկացած իշխանության, այսպես ասենք, պարաշուտն է, հա։ Բայց գիտեք, երբ որ
կոնկրետ օրինակի վրա, երբ որ պարեկային ոստիկանությունը կադրեր է փնտրում ոչ թե իրավաբանության ֆակուլտետներում, ոչ թե լավ գլուխը քարը տոնավաճառներում, այլ դպրոցում, սա արդեն նշանակում է, որ մենք մեր հաջորդ սերունդներին թողելու ոչինչ չունենք։ Իհարկե։ Շատ լավ եւ տեղին հարց եք բարձրացնում։ Հիմա մենք այդքան բարեկի կարիք ունենք, օբյեկտիվորեն մենք զգում ենք։ Մենք ուսուցչի խնդիր ունենք։ Այո, մենք ուսուցչի խնդիր ունենք։ Մենք դպրոցի խնդիր ունենք։ Դպրոցը մեր պետության ողնաշարն է։ Պետք է մենք լավ դպրոց ունենանք, որպեսզի ունենանք լավ գիտություն, որպեսզի լավ գիտությունն էլ մեզ համար լավ տեխնոլոգիաներ ստեղծի եւ ժամանակակից անվտանգության սպառնալիքներին համահունչ ձևով մենք կարողանանք պատասխանել մեր դրոններով, մեր հակաօդային պաշտպանությամբ, այդ հարցում Մեր գիտակ մասնագետներով, գիտակ զինվորներով, արհեստավարժ զինվորներով, զինվորականներով։ Այո, հիմա այստեղ ձեր հարցին ուղղակի որ հիմա այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ 260 դպրոց կանգնած է փակման եզրին, օպտիմալացման անվան տակ, գյուղական համայնքների 100 աշակերտից ցածր քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցների որոշում կա միավորելու, իրար կպցնելու։ Սա արվում է համատարած եւ առանց դեպքային առանձնահատկություններ հաշվի առնելու։ Օրինակ, Լոռու մարզի, որտեղից որ ես եմ, հա, Լոռու մարզի Անտարամուտ գյուղի դպրոցը, եթե փակվում է, այսինքն միավորվում է Վահագնի դպրոցին, կողքի գյուղի, տարածությունը 7 կիլոմետր է։ 7 կիլոմետր ճանապարհ պետք է ամեն օր այդ երեխաները անցնեն։ Դա բերելու է նրան, որ այդ ընտանիքները դուրս են գալու, առնվազն մի մասը դուրս է գալու, կամ երեխաները դպրոց չեն գնալու։ Դժվար է լինելու այդ ծնողներին պես շատ մոտիվացիա տալ։ Ծնողը անհանգստանում է իրենից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում իր մանկահասակ երեխան դպրոցում։ Երեխա է, ամեն ինչ կարող է պատահել։ Տակը շիշիկ անել կա։ Հազար ու մի բաներ գոյություն ունեն, էլի նրբություններ կա, ագախացավ կա, եւ այլն, այսպեսի ատամնացավ կա, փորացավ կա, հազար ու մի բաներ կան։ Հիմա արդյոք մեր տեղը այդքան նեղ է, մեր պետության տեղը այդքան նեղ է, որ դպրոցի վրա ենք խնայելու։ Դպրոցի վրա խնայում ենք պարեկների վրա, պարեկային այդ ինստիտուտի վրա իրավապահ ճակերտների մեջ եմ ուզում ասել, համակարգի վրա շռայլում ենք ընդհանրապես իշխանություն պահպանելու համար, մեր ասածն էլ հակառակն է բնականաբար։ Մենք անգամ եթե ֆինանսավորման աղբյուրը լինի պարտքը պետական նորից պարտքը, Գոնե ծախսել պետք է այո, պետք է այդ պարտքը ծախսել կրթության ու գիտության ոլորտում առաջնահերթ, որովհետև դրա ադդաչան, այսպես ասած, դրա հետ բերածը տարիներ հետո անպայման երևալու է, եթե դրա վրա մենք այդ համակարգերի վրա մենք փող չծախսենք, այդտեղ փող չդնենք, մենք շարունակենք դեգրադացվել։ Մեր պետության գիտության համակարգը ինքնա վերարտադրվելու եւ պետության կարիքները սպասարկելու համար գոնե պետք է բաղկացած լիներ առնվազն 7000 գիտնականից։ Սա միջազգայինորեն ընդունված բանաձև է գիտական անվտանգության համար, այո, մարդկանց թիվը, բնակչության թիվը եւ գիտնականների Մենք ակադեմիայի ինչ ենք անում։ Մենք այսօր 3000-ն ունենք եւ ակադեմիան էլ փակման եզրին է եւ գիտական աշխատողների 40%-ից ավելին էլ 65 տարեկանից ավելի տարիքային խմբում են գտնվում։ Այս կատաստրոֆա է, սա աղետ է, աղետալի վիճակ է եւ մենք դրա համար ենք ասում, որ եռապատկելու ենք այո գիտության ֆինանսավորումը եւ գիտնականների աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից եւ նրանց համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու եւ ենթակառուցվածքներն ու ռեսուրսները զարգացնելու տեսանկյունից, որպեսզի երիտասարդին մենք ուղերձ տանք, չասենք արի գիտաշխատող եղիր եւ աղքատ ապրիր։ Ոչ, ինքը գիտություն անելը իր համար լինի պատշաճ ապրելու հնարավորություն, այսպես թե այնպես գիտնականը իր նյութական ձգտումների մեջ երբեք բիզնեսմենի
ձգտումները չունի, ինքը Այլապես քչով է գիտնական չէր դա։ այո, այլապես գիտնական չէր դառնա, ինքը քչով է բավարարվում։ Ինքը քչով է բավարարվում, բայց նրան կայունություն է պետք։ Նրան պետք է, որ ինքը չմտածի այդ փողի մասին։ Ինքը product տա, ինքը ստեղծի, ինքը ամեն օր իր ստեղծագործ աշխատանքի մեջ լինի։ Թեկուզ այդ ստեղծագործ աշխատանքի մեջ մի քանի անգամ էլ կարող է ձախողվել, կարող է ունենալ այսպես ինտելեկտուալ արձակուրդի ինչ որ շրջաններ, խառատի գործ շատ չի, դա նորմալ գիտական աշխատանք է։ դա շատ Ես ինչու եմ կարևորում կրթության այ ձեր խոսքը, այդ ձեր բանաձևը, որովհետև բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, ում ծրագիրը վերցես նայելու, մեկը թոշակները կբարձրացնի 50%-ով, մեկը 45%, մեկը 45%-ով, մեկը 80%-ով, չգիտեմ, այսինքն թոշակառուն թոշակը պետք է բարձրացվի, բոլորը գիտեն։ Այնտեղ չգիտեմ, առողջապահություն, առողջապահական համակարգի բարելավում եւ այլն, էլի թվերի մակարդակը ու գրեթե բոլոր կուսակցությունները նույն, այսպես ասենք, դիրքերի վրա են կամ նույն հարթության վրա են, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ վերև, մի քիչ ներքև, բայց կրթական խնդիրները առաջ տանելը առողջապահական ոչ թե կազմակերպման, այլ կադրերի խնդիրները առաջ տանելը, սոցիալական կադրերի խնդիրները, այսինքն կադրերի խնդիրները առաջ տանող խմբերն են, որ պետք է հաջողություն ունենան, նրանք են, որ պետք է ժողովրդի մոտ ընդունելություն ունենան, որպեսզի նաև այդ ժողովուրդը արդյունքում առաջընթաց ունենա։ այո, Ես դրա համար եմ դա կարևորում։ մարդկային կապիտալի մեջ անհրաժեշտ է ներդրում անել։ Մեր միակ կռվանը մարդկային կապիտալն է։ Մենք չունենք նավթ, չունենք գազ, չունենք մեծ քանակությամբ ինչ որ հանածոներ եւ այլն, որպեսզի դրանով լինենք գրավիչ, բայց մենք ունենք մարդկային այնպիսի կապիտալ, որով որ մենք կարող ենք մեր աշխարհակաղակական կշիռը բարձրացնել։ Մենք կարող ենք տարածաշրջանում օրինակ առողջապահության կենտրոնի վերածվել, գիտության կենտրոնի վերածվել, տեխնոլոգիաների կենտրոնի վերածվել մեր տարածաշրջանում եւ դրանով էս մեր կշիռը նաեւ բարձրացնել։ Մենք ունենք այդ հնարավորությունը, հետեւապես մենք փողը այդտեղ պետք է ուղենք։ Երբ որ մենք ասում ենք դա, չենք ասում պոպուլիզմով, դրա տակ հաշվարկներ կան։ 2018 թվականի համեմատ պահուստային ֆոնդը կառավարության ու վարչապետի է Հասկանում եմ, որովհետև դա ծախսվում է մեծամասամբ ծախսվում է վարչապետի PR ակցիաների համար, հեծանիվները, գավաթները, նախաճաշերը, ես չգիտեմ, տարբեր տիպի ինչ որ միջոցառումներ, ինչ որ ասենք անում են։ թմբուկներ։ Մեր այդ ֆոնդը համարյա եռապատկվել է։ Այդ ֆոնդը եռապատկվել է։ Եռապատկվել են նաև հենց այդ ռեպրեսիոն համակարգի գումարները։ Չակերտյալ իրավապահ համակարգի գումարները եռապատկվել են, բայց մեր ներքին անվտանգության մակարդակը ոչ թե բարձրացել է, այլ ընդհակառակը իջել է։ Երեկվա դեպքերից հետո ամբողջ համացանցը ուղղակի պայթում է այդ օրինակով, որ դու երկրի ներսում չես կարողանում մեր անվտանգությունն ապահովել, ուր մնաց աշխարհում միջազգային հարաբերություններս։ Իհարկե։ Իդեպ, լավ, շարունակեք, հետո ես Ասեք քանի որ խոսեցինք դրանից, դուք էլ քիչ առաջ ասացիք, որ մեր երկրի ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային հեղինակությունն է պետք բարձրացնել, ուզում եմ խոսել նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություն արդեն ձեր մասնագիտական, նեւ մասնագիտական, այսպես ասեմ, ոլորտից։ Ինչ է կարծում մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություն է մասնավորապես Իրանի եւ Միացյալ Նահանգների, ինչ ընթացք կունենա եւ ինչ նախանշաններ են, որ ապացուցում են ձեր կարծիքը։ Չխորանալով շատ նրա մեջ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի նախընտրությունները թե ինչպես են ձևավորվում, այդուհանդերձ շատ կարճ, այսպես ասենք, ամերիկա-իրանյան բախման հարցում իմ տպավորությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը այդքան էլ շատ շահագրգռված չի բախման հարցում կոնկրետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը մերձավոր արևելքում վերջին 50-ից ավելի տարիների ընթացքում դրա վրա շատ ուժեղ ազդեցություն ունենում է Ամերիկա-Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերությունները։
Հիմա ես սա ոչ թե իմ կարծիքն եմ ասում, այլ միջազգային հարաբերությունների ռեալիզմի դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչներին լսելով եմ նաև ասում, ովքեր որ իրենց ներսից են վերլուծում այս իրավիճակները։ Համենայն դեպս այն պրոյեկտը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քավորությամբ մեր տարածաշրջանում տեղի է ունենում եւ մենք մտել ենք այդ ամեն ինչի մեջ եւ այս պահին էլ այլևս իրավունք չունենք կտրուկ շարժումներ անելու մեր վիճակը ավելի բարդացնելու Տրիփու այդ խաղաղության խորհուրդը Տրիփ, այո, առաջին հերթին։ Այո, ու խաղաղության խորհրդին էլ կարող ենք անդրադառնալ։ Անպայման։ Իրավունք չունենք կտրուկ շարժումներ անելու եւ զրոյական կետից սկսելու, ինչպես ինքն էր ասում, որովհետեւ այդ ամենը էլ ավելի է խարխլելու։ Ոնց որ մտնենք ճահիճի մեջ, ընկնենք միամիտ ճահիճի մեջ ու կտրուկ շարժումներ ինչքան անենք, այնքան ավելի կխորանանք ճահիճի մեջ։ Պետք է շատ զգուշ լինենք թփերից, ճյուղերից բռնվելով դուրս գանք։ Հիմա այդ նախագիծը, որը որ ասում են թե խաղաղության նախագիծ է, մենք այստեղ խաղաղության նախագիծ չենք տեսնում, մենք այստեղ ավելի շատ մրցակցության աշխարհաքաղաքական մրցակցության հարավկովկասյան ճակատում տեղի ունեցող մրցակցության բան ենք տեսնում, այսինքն այդտեղ լուրջ այո, որովհետև գերտերությունների մրցակցությունը տարբեր ռեգիոններում է տեղի ունենում, տարբեր ճակատներում է տեղի ունենում։ Երբ որ նայում ենք այս ամեն ինչին շատ վերևից, երկրագնդի բարձր բարձրությունից ենք նայում, այս ամենը ըստ էության անգլերեն containment զսպում, այսպես ասած հասկացությունը կա, որտեղ զսպում ուրիշ բառ ունի համաժեք տնի, այո։ Չինաստանի բարձրացումը զսպելուն ուղղված աշխարհառազմավարության մաս է։ Ու մենք ոնց որ sense գալիս մտնում ենք այդ խաղի մեջ, մտնում ենք այդ խաղի մեջ իր հետ եկող ռիսկերով նաև։ Որտեղ մենք այնքան փոքր ու այնքան աննշան ենք մանավանդ վերջի տարիների իրադարձություններից հետո, որ որտեղ մի թեթև շարժում անեն, սկզբից մեզ պիտի տանեն ժամագործի մոտ, հետո վիրաբուժի։ Հիմա անպայման ուզում եմ խոսել, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, այդ խաղաղության խորհրդի Նիկոլ Փաշինյանը վերկացել գնացել է Միացյալ Նահանգներ խաղաղության խորհրդի առաջի նիստին մասնակցելու։ Լավ, մենք այդքան ուժեղ խաղաղություն պահող ենք, մենք այդքան կայուն խաղաղություն ունենք, մենք այդքան ազդեցություն ունենք մեր տարածաշրջանում մեր հարևանների վրա, որ մենք այդ խորհրդում մասնակից ենք, իսկ թվում է biz դա մատակացու գառի նման են տարել։ Ընդհանրապես հիմա տեղի է ունենում ցնցում աշխարհում եւ այդ ցնցումները հնարավոր է որ դեռ ինչ որ երկար ժամանակ շարունակվեն եւ հնարավոր է որ ինտենսիվանան, բախումներ լինեն։ Այսօրվա, այսինքն աշխարհի կայունությունը այսօրվա գործիքակազմով այլևս չի պահպանվում։ Այսինքն ինչ որ մի հատ ցնցում պետք է լինի, այդ ցնցումից հետո ցնցումից ուժեղացածներ եւ թուլացածներ լինեն։ Խոսքը նաև կառույցների մասին է։ Պետությունների առաջին հերթին պետությունների, ովքեր իրար մեջ կվերաբաժանեն աշխարհը ազդեցության գոտիների եւ իրար հետ հարաբերությունների կանոններ կհաստատեն։ Դուք նաև պատմության մասնագետ եք, պատմաբանել եք եւ կհիշեք այդ շրջանները, օրինակ միջպատերազմական շրջանը 20 տարի տևեց։ 20 տարի տևեց մինչև իսկ առաջինի սկզբից մինչև երկրորդ համաշխարհային վերջը արդեն մոտավորապես մի 30 տարի այդ աշխարհը տուրբուլենտ վիճակի մեջ էր, որից հետո բավական տևական ժամանակ այդ խաղաղության կայունության բանաձևը եղավ, ազդեցության գոտիների բաժանվեց աշխարհը եւ այդ խաղաղությունը պահպանող խաղի կանոնները իրար հետ ուժեղները, ովքեր որ ուժեղ դուրս եկան այդ ամեն ինչից, իրար հետ այդ խաղի կանոնները ֆիքսվեցին։ Հիմա այդ խաղի կանոնները բոլորի դերևս ֆիքսված չեն։ Խմբավորումներ են աշխարհի վրա, խմբավորումներ են, կա, ՄԱԿ-ը կա, գործում է, այնտեղ չգիտեմ, բայց բնականաբար չի գործում ինքը չի գործում, ՄԱԿ-ը չի գործում։ Ու հիմա ստեղծվում է մի հատ առանձին խմբավորման, որը պայքարում է ուրիշ խմբավորման կամ խմբավորումների դեմ, ինքը իր առանձին, այսպես ասած, խմբի, առանձին թայֆայի, առանձին դաշինքի սահմանադրությունն է գրում, կազմակերպությունն է ստեղծում եւ մենք ապրելով մի տարածաշրջանում, որ սերտորեն առնչվում ենք մյուս խմբավորումների հետ,
գնում ենք, մտնում ենք, ասում ենք, «Ա, մենք գալիս ենք, քեզ ենք միանում»։ Այսպիսի միակողմանի ինչ որ ընտրություն է տեղի ունենում, որը որ հղի է մեզ համար ծանր հետևանքներով։ Մի այսպեսի հարց տամ, պատասխանը չեմ ակնկալում, քանի որ հաղորդումները ավարտվում։ Ձեր կարծիքով մենք ինչքան ժամանակից կարող ենք արձանագրել, որ դա չստացվեց։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հունիսի 8-ին արձանագրենք մի վիճակ, երբ որ Հայաստանը ղեկավարի ազգային համաձայնության կառավարությունը, որի ամենակարևոր առաջին գործը լինի հանրային ներքին համերաշխություն հաստատելը, այնպես անելը, որ մարդիկ իրար չատեն, չթշնամանան, ու այդ պայմաններում, թեև մեզ էլի սպասվելու է շատ ծանր, շատ դժվար աշխատանք, բայց երբ որ թիկունքիդ ունես համերաշխ ու քեզ վստահող հասարակություն, միաբան վստահող հասարակություն, որտեղ կաթողիկոսին չեն հայհոյում, որտեղ ընտանիքներ չեն քանդվում քաղաքական նկատառումներից ելնելով, Սարոյան եղբայրներ չկան, այո։ Այսպիսի հասարակության պայմաններում մենք հնարավորություն կունենանք այդպիսի ազգային համաձայնության կառավարությամբ առաջ գնալու եւ մեր շահերը, մեր արտաքին քաղաքականության մեջ ոչ թե դնելու օրվա իշխանության վերարտադրության եւ PR-վելու հարցը, այլ այս ծանր ճգնաժամային իրավիճակից նավարկելու եւ ապահով հանգրվան դուրս գալու հարցը։ Շնորհակալություն, պարոն Սողոմոնյան։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ հյուրը ՀԱԿ միավորման վարչության անդամ Վենուա Սողոմոնյանն էր։ Շնորհակալություն ձեզ մեզ հետ այս 30 րոպեները կիսելու համար, մինչև վաղվա հանդիպումը։